Նայք ինչ սիրուն է, ոնց հաճ է սենց, շատ սիրուն է, Բարև բոլորին, Ֆլորենցիայից քայլում եմ, գնամ այս ուղղությամբ իմ ամենասիրելի վայրով, Ծաղկեպատ, երեխաներին թողեցի մանկապարտեզում, մանկապարտեզը աշխատում է մինչև հունիսի 30-ը, հետո փակվում է և բացվում է սեպտեմբերի 15-ին, այդ ընթացքում ոնց պետքա ծնողները կարողանան կազմակերպեն իրանց աշխատանքը, չեմ պատկերացնում, շատ ծանր վիճական, այդ իսկ պատճառով շատ անգամ կանայք չեն աշխատում, որպեսզի կարողանան երեխաներին հետևեն, կամ ուղղակի շատ տարածված է այստեղ երեխաներ չեն ունենում, որպեսզի այս խնդրի հետ չբախվեն։ Իմ բախտը մի քիչ ինչքանով է բերել, որ ես համ տնից եմ աշխատում, համ էլ իմ մաման էստեղ է, երիտասարդ չի, բայց ինչքանով կարողանում է օգնում է, գոնե եթե ինձ պետք է ինչ-որ մի ժամով տնից դուրս գալ, որևէ բան անել, ինքը կարողանում է այդքան ժամանակը նրանց հետ մնալ, որտեղ իրական երեխաները փոքր են, մեկը 3.5 տարեկան է, մյուսը 5, իսկ ուրիշ ծանոթ բարեկամ ոչ մեկ մենք այստեղ չունենք, մենակ մենք ենք և ցավոք այստեղ այդպես էլ չի, որ կարող ես խնդրել հարևանին, ոնց որ մենք Երևանում ենք անում, կամ խնդրել ինչ-որ մեկին, այդպիսի բան ես չեմ տեսել, նույնիսկ իտալացիների մեջ, այնպես որ ամեն մեկը հույսը դնում է միայն ինքը իրա վրա, ցավոք սրտի, այդպես է վիճակը, երբ որ դու էմիգրացիայում ես։ Այսօր կուզենայի պատասխանել մի քանի հարցերի, կոմենտարիաներն փոխարենը պատասխանելու, որոշեցի պատասխանել այսպես, վիդեոյով, միգուցե այլ մարդկանց էլ հետաքրքիր լինի այս պատասխանները։ Առաջինը կուզենայի աշխատել գիդ, թե ոչ Ֆլորենցիայում, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ, նույնիսկ առանձնապես չեմ հետաքրքրվել դրա համար ինչա պետք անել, բայց ինչքանով որ տեղեկացված եմ, գիդ աշխատելու համար տվյալ ոլորտում, տուրիստական ոլորտում պետք է ունենաք համապատասխան կրթություն, ունենաք լիցենզիա, որը ստանում եք քննություններ, պետական քննություններ հանձնելու միջոցով, գրանցված լինել այդ տուրիստական ասոցիացիաներում, որը տրվում է լիցենզիայի հիմունքներով, բացի այդ, եթե սովորել եք ձեր երկրում, օրինակ Հայաստանում, պետք է այնտեղից բերեք բոլոր ձեր դիպլոմները, միջնակարգ դպրոցը, ամեն ինչը պետք է բերեք այստեղ հաստատեք, ստանաք թույլտվություն, որ դուք իսկապես այդ ոլորտի աշխատող եք, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է այդ ամեն ինչ անեք այստեղ, որոշակի միգուցե կուրսեր անցնեք, միգուցե դասընթացներ անցնեք, որպեսզի ստանաք այստեղ այդ լիցենզիան մի խոսքով, որտեղ որքանով տեղեկացված եմ, եթե առանց լիցենզիա դուք աշխատում եք տուրիստական որպես գիդ, ձեզ կարող են տուգանել դրա համար։ Ես հենց պատրաստում եմ մի բան նկարել, կամ ինքնաթիռն է թռնում, կամ մեքենա է անցնում, կամ պերֆորատորով ինչ-որ մեկը գործ է անում, ինձ թվում է ինձ են սպասում։ Հենց միացնում եմ կամերան, վсё, սկսեցինք։ Ուրեմն, ինչի վրա կանգ արա, այո, եւ հնարավոր է, որպեսզի տուգանքներից խուսափեք,
ցանկալի կլինի, որ լիցենզիան ունենաք եւ այդ համապատասխան կրթությունը եւ ամեն ինչը ունենաք։ Երկրորդ հարցը վերաբերվում է ինչու ես ինձ ցույց չեմ տալիս վիդեոներում։ Ճիշտ ասած, այդ հարցի շուրջն էլ առանձնապես չէի մտածել։ Նախնական, երբ որ սկսեցի այս բլոգը, ինձ համար ավելի առաջնային էր ցույց տալ այն ինչ որ տեսնում եմ ես։ Այսինքն ոչ թե նպատակը հենց ինձ ցույց տալն էր, այն նպատակը ցույց տալն էր, թե ես ինչ եմ տեսնում, որպեսզի ձեզ ավելի հետաքրքիր լիներ։ Եվ չեմ բացառում, որ միգուցե սկսեմ նաև ինձ ցույց տալ, հա, միգուցե ինչ-որ շատ մինիմալ քանակներով ցույց տամ ինձ, բայց դեռևս դա ինձ երևի մի քիչ ժամանակ է պետք դրա համար, որ կարողանամ դա անեմ։ Ընդհանրապես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր արձագանքի համար, ձեր ուշադրության համար, հետաքրքրության համար, իմ բլոգի վերաբերյալ, ինչպես նաև աջակցության։ Շատ շնորհակալ եմ, դուք ինձ շատ մեծ մոտիվացիա եք տալիս շարունակելու այն, ինչ որ անում եմ։ Շնորհակալ եմ։ Այս մեր վարձով տանը, մեր ջեռոցը փչացել է, ու ստեղ օրենքը նենց է, որ ոնց վերցրել ես, տենց պետք է տաս։ Հիմա մենք գնել ենք նորը, պատրաստում ենք տեղադրենք ամուսիններով։ Փոխեցինք ժողովուրդ ամուսիններով, հույսով եմ ամեն ինչ լավ կլինի, սխալ բան չենք արել, լրիվ նույնից ենք վերցրել, ուղղակի սև գույն, արժեր 200 եվրո, եթե չեմ սխալվում, սա Indesit ֆիրմայի։